Այսօր ուզում եմ խոսել սերկեֆիլի մասին։ Պտուղ, որը մի քանի հիվանդությունների համար շատ կարևոր է, բայց ունի նաև մի փոքրիկ խնդիր դիաբետով հիվանդների համար։ Դրա համար խնդրում եմ, երբ որ դիաբետով հիվանդը որոշում է օգտագործել սերկեֆիլ, անպայման թող խորհրդակցի իր բժշկի հետ, քանի որ ինքը ունի մի փոքր շաքարը բարձրացնելու հատկություն։ Բայց սերկեֆիլով կարող ենք պատրաստել մի քանի բաներ։ Երևի գիտեք, որ հազի ժամանակ շատ օգտագործում ենք նույնիսկ կորիզներն ենք էփում, միջուկները չեք թափում, պահում եք սառցախցիկում, չի փչանում։ Ունենք տարբեր եղանակներ, ես հաճախ եմ տալիս իմ հաճախորդներին, ովքեր որ ունեն իմունիտետի խնդիր, տեսեք, այսպես կտրատում եմ եւ դնում եմ ջեռուց, ջեռոցը դնելուց առաջ, մի փոքր առաջ իրան պետքա դարչին անեմ, տեսեք, սա այսպես շարում ենք եւ դնում ջեռուցը վրան անելով մի փոքր դարչին, հանելուց հետո 7-8 րոպե, ավել պետք չի, հանելուց հետո իրան անում ենք մեղր եւ պոպոկ։ Երկրորդը պետք է անել կամպոտը, կամպոտները անում եք այսպես եւ հետո հարում ենք, էլի շատ օգտակար է, հազի դեպքում վիտամին A, C, E է պարունակում սերկեֆիլը, իսկ միջուկները օգտագործում ենք առանձին, դրա մասին ես ձեզ մանրամասն կգրեմ։ 2 տարեկանից ավել երեխաներին է կարելի օգտագործել, եղեք առողջ, հետևեք էջին։